Մտահոգիչ է դառնում բուժաշխատողների նկատմամբ հարձակումները, կարելի ասել, այն երևույթները, որոնք վերջերս արձանագրվեցին, նա ինչով եք պայմանավորում եւ սա ընդհանուր այս անպատժելիության մթնոլորտի հետևանքը չէ, երբ որ օրինակ 3 միլիոն վարչապետերից մեկը տեսնում է, որ մի վարչապետ, օրինակ Նորքի թաղապետը պայմանական մարտեցեցում, ուղիղ երկրում, հետևաբար ինքն էլ որպես վարչապետ կարող մեկ այլ մարտեցեցի եւ այդ մեկ մարդը պարզվում է, որ բուժաշխատող է։ Ընդհանուր առմամբ բռնության նկատմամբ մենք բոլորս պետք է զրո հանդուրժողականություն ունենանք, անկախ նրանից բռնության հեղինակը ով է եւ ում նկատմամբ է այդ բռնությունը կիրառվում։ Ես իմ գրառման մեջ էլ նշել էի, որ կարծում ենք այս սիստեմատիկ դեպքերի հետ կապված առանձին քրեական գործերից բացի մենք հետևողական գնում ենք, որպեսզի քրեական գործերի հարուցման ուրեմն շրջանակներում այդ անձինք հավուր պատշաճի նաև պատասխանատվություն կրեն, բայց կարծում ենք, որ շտապօգնության մեքենաների կահավորման հետ կապված եւս պետք է փոփոխություններ անենք։ Նախ նշեմ, որ արդեն իսկ քննարկում ենք շտապօգնության մեքենաների վրա ուրեմն տեսախցիկների տեղակայման հարցը, որպեսզի թե չզիջման, թե նաև ուրեմն այլ հարցերի հետ կապված ավելի ընդհանրական պատկեր ունենանք։ Բացի դրանից պիտի մասնագիտական հանրության հետ քննարկենք նաև անձնակազմի ինքնապաշտպանական միջոցների հետ կապված, ինչպիսի միջազգային փորձ կա, ինչ միջոցներ կան, որ մենք կարող ենք դրանք եւս տրամադրել, որովհետեւ մեր կարծիքով շտապօգնության բրիգադը անկախ նրանից պացիենտը գոհ է այդ ուրեմն բրիգադի աշխատանքից թե ոչ, գոհ լինել կամ չլինելը այլ ձևաչափով, այլ տեղում պետք է արտահայտվի եւ բացառվի որևէ մեկի նկատմամբ բռնության կիրառումը։ Հնարավոր է քննարկումների արդյունքում օրինակ նաև որոշում կայացվի, որտեղ հատկապես գիշերային ժամերին, շտապօգնության ուղեկան բրիգադների եւ ոստիկանության աշխատակիցների Կարծում եմ, որ այդ տարբերակը չէ, որովհետև դա եւս համակարգային ծանրաբեռնվածության չպիտի հանգեցնենք եւ ըստ էության այս բացառիկ դեպքերի պատճառով մարդկանց հավելյալ տագնապ չներշնչենք, որ շտապօգնության մեքենայի հետ ոստիկանության մեքենա էլ է գալիս, չէ, մենք կուսումնասիրենք այլ ձևաչափեր, ինչպիսին կան աշխարհում կիրառվող անհատական պաշտպանության կան մեխանիզմներ եւ դրանց հետ կապված առաջիկա մեկ ամսվա ընթացքում կամփոփենք, ես նաեւ հանրային կերպով դրանք անդրադառնամ։ Դե գիտեք, այդպես կարող եք շարունակել վերջին 7 տարվա ընթացքում ցուցակը մեծ է աշխատանքից ազատված նոր կադրերով, կարծեմ արդեն անդրադարձել եմ այդ հարցին։ Տեսեք, ուրեմն հարգելիներս, ընդհանուր առմամբ կադրային ուրեմն փոփոխությունները պետք է մշտական լինեն եւ առանց այսպես դրան ինչ-որ բան վերաբերվելու, որ ինչ-որ բան է տեղ ունեցել։ Որոշ դեպքերում պայմանագրերը դադարել են, լուծվել են եւ ես դրա հետ կապված արդեն բրիֆինգին անդրադարձել եմ։ Հաջորդիվ կան անձինք, ովքեր որ պայմանագրերը լրացել են, նոր պայմանագրեր չենք քննելու եւ եւս մրցույթ է կայացվելու, որպեսզի հասկանանք ինչ փոփոխություններ պիտի անենք։ Տեսեք, եթե թույլ տաք, եթե հապես եք, ասել դիմում գրի, հրաժարականի դիմում գրի մեր եւ որ հարազատ լինի, ես ինքս կմակագրեմ նման տեղեկություններ մենք ունենք։ Հարգելիներս, հարգելի գործընկերներ, եթե դուք այս դիտարկումները անեիք 2021 թվականին, գուցե ինչ-որ տեղին լիներ այդ արգումենտը։ Չէի կարող սպասել 4.5 տարի եւ հետո այս արգումենտի հետ կապված որոշակի գործողություններ անել։ Խնդրում եմ մի անիմաստ ինչ-որ բամբասանքների եւ չգիտեմ ինչերի տեղիք տալ։ Ինչ է նշանակում պայմանագրի մասին տեղեկացրել եք լուծարման։ Դա հստակ ընթացակարգ է, ցանկացած աշխատանքային պայմանագիր լուծարումից առաջ մարդուն պետք է տեղեկացնես դրա մասին գրավոր կերպով եւ մենք էլ հստակ կերպով հետեւում ենք։ Հաջորդիվ պիտի ասեմ, որ գիտեք, որ նաեւ մարզային բժշկական կենտրոններն են արդեն առողջապահության նախարարության ենթակայության գտնվում եւ այս մասով էլ ես կարծում եմ, որ մեր համակարգում կադրային փոփոխությունները ցանկալի են
եւ պետական բժշկական կենտրոններում էլ ընդհանրապես աշխատանքի ժամանակը պետք է ողջամտության մեջ լինի։ Չի կարող, որ անձը տասնյակ տարի կամ ման երկար ժամանակ նույն պաշտոնին լինի, դա բերում է լճացման, դա բերում է նաեւ նոր կադրերի հոսունության խոչընդոտմանը։ Ինչ վերաբերվում է հենց կախվածությունների ազգային կենտրոնում, մենք 5 տարին լրացել է, վերջին տարիներին նորմալ աշխատել ենք պարոն Նազիմյանի հետ, ես նրա մասնագիտական ուրեմն կարողությունների, որակների մասով որևէ խնդիր չեմ տեսնում, բայց նպատակահարմար եմ գտնում այս կառույցում փոփոխություններ իրականացնել եւ չի ուզի ավելի մանրամասներին անդրադառնալ։ Եթե ձեր հարաբերությունները լարված լինեին, դուք 4 տարի չեք սպասի, բայց տեղեկություններն այսպիսին է, որ լարվել է այն բանից հետո, երբ ԿՊԱ-կան պատգամավոր Կարեն Սարուխանյանը երբ տարվել է կախվածությունների ազգային կենտրոն եւ պետք է հրանյութի Հա ես ապշում եմ, գիտեք, իսկապես ապշում եմ, թե ինչի հետ եք կապում, ընդհանրապես ինչ կապ ունի դա։ Ինչ չեմ եղել։ Երբ ձեզ չեն տեղեկացրել, որ օրինակ Կարեն Սարուխանյանը Ուրեմն առողջապահական համակարգ մոտավորապես օրական հազարավոր պացիենտներ, այդ թվում պաշտոնավոր անձինք եւ դիմում են։ Եվ ես պարտադիր չի, որ տեղյակ լինեմ բոլոր դեպքերից եւ տեղյակ եմ այն դեպքերից, ինչին որ հարկ եմ համարում, խնդրում եմ բաներ մի հնարեք էլի։ Տնօրեն վերջերս նշանակել մի անձի, որ ձեր քննադատներից էր։ Եվ Եթե անդրադառնում եք ուրեմն որոշ տարիներ առաջ նրա քաղաքականության հետ կապված դիտարկումներին, կարծեմ, եթե չի պատասխանել, ապա խնդրեմ նաև իրեն ուղղագրավոր հարցումները, կարծում եմ նա մեր ներկայիս քաղաքականությունը ողջունում է եւ թե քննադատել է տարիներ առաջ, ես դա շատ հանգիստ եմ վերաբերվում, պրոբլեմ չեմ տեսնում, ուրեմն մրցույթի արդյունքներով նա բավական լավ արդյունք է ցույց տվել եւ սա էլ ուզում եմ նշեմ, որ մենք առողջապահության նախարարությունում մրցույթներին շատ խիստ ենք վերաբերվում եւ դրա հետ կապված են բաներ, դիտարկումներ լինում, թե ինչու են մարդիկ կտրվում են, որտեղ խստորեն ենք մոտենում, ոչ թե ֆորմալ առումով եւ ուրեմն մրցույթի արդյունքներով այո, նրա մասնագիտական գիտելիքները նաեւ գնահատելով եւ հենց մասնագետ լինելով որոշում եմ կայացրել նշանակելու նրան։ Երբևէ ՊԱԳ-ը ստուգում իրականացրել է կախվածությունների ազգային կենտրոնում Սուրան Նազիմյանի պաշտոնավարման ժամանակ։ Ես կարող եմ խոսել իմ կառավարման շրջանում, երբևէ այո, վստահաբար մեր Ուրեմն իմ կառավարման օրոք ՊԱԳ-ը իրականացրել է ստուգումներ շատ բժշկական կենտրոններում, այդ թվում նաև կախվածությունների կենտրոնում։ Հասկանալով ձեր նաև բամբասանքների մյուս, որը տարածվում է շրջանակների, եթե թույլ տաք պատասխանեմ, կպատասխանեմ, եթե դուք արդեն ունեք պատասխանը, ես էլ ինչու պատասխանեմ ձեզ։ Դե եթե ես ձեզ չունեմ պատասխանը, ինչու եք տալիս այդ հարցը ինձ։ Ես վիրավորեցի ինչ-որ մեկին։ Ես նորից կրկնում եմ, հաջորդ թիվ կանխելով բամբասանքների մյուս շրջանակը, ես հանձնարարել եմ, որպեսզի այդ ստուգման հետ կապված եւ ստուգումից հետո թե պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ստուգումները նախարարությունում, թե ինչպես են իրականացվել ստուգումները եւ արդյունքները ինչպիսին են եղել։ Եվ դրա շրջանակներում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված ստուգումները, թե արդյոք այդ ընթացքում որևէ պաշտոնատար անձ իր լիազորությունները անցել է թե ոչ, հստակ տեղեկանք պատրաստել եւ ձեզ տրամադրել, որ դուք որևէ չբացահայտված հարց չունենաք։ Ես ձեզ ինչպես վիրավորեցի։ Ես ձեզ պատասխանեցի։ Ես նկատի եմ Սուրեն Նազիմյանի պաշտոնավարման ժամանակ, ձեր պաշտոնավարման ժամանակ։ Այո։ ՊԱԳ-ը ստուգում իրականացրել է կախվածությունների ազգային կենտրոնում։ Հարգելիս։ Արտոնների արձանագրել եւ որքան գումարի։ Հարգելիս, ես ձեզ պատասխանեցի։ Այո։ Էլ ինչպես ասեմ։ Այդ բոլոր հարցերի հետ կապված խնդրեմ ուղարկեք գրավոր հարցում, ձեզ կպատասխանեմ։ Այսինքն ձեր կարծիքով ես այսօր հիշում եմ երբևէ իրականացված ստուգումների արդյունքների թվերը, չէ, չեմ հիշում։ Հենց այդտեղից է սկսել ձեր եւ Սուրեն Նազիմյանի լարվածությունը։ Հարգելիս, որևէ լարվածություն չկա։ Ես ձեր հարցին պատասխանեցի եւ սիրով նաեւ գրավոր կպատասխանենք մանրամասնորեն։ Ներկայությունները, որ արձանագրված խախտումների հիման
մեծ թիվ է գտել, միլիոնավոր դրամներ, սակայն հետո դրանք չեն հիմնավորվել եւ ստիպված են եղել այդ դրամները կրճատել։ Հետո ստիպել է, որպեսզի Սուրեն Նազիմյանը ստորագրի այն ակտերի տակ, որոնք ըստ էության, ինչպես տեղեկություններն են մեր, ինչպես մեր ակտորներն են հայտնում, ըստ էության դրանք հիմնավորված չեն եղել, սակայն դուք պարբերաբար ստիպել եք, որպեսզի Սուրեն Նազիմյանը այդ ակտերի տակ ստորագրի։ Խեղճ Սուրեն Նազիմյան եւ հետո Այո կամ ոչ, բացառում եք, երկում եք, այդպիսի բան եղել է, թե… Չէ, ես դուք հարցը տվեցիք, ես մանրամասն հարցին պատասխանեցի։ Ստուգումներ եղել են։ Թույլ տվեք ավարտեմ։ Ստուգումներ եղել են։ Արդյունքների վերաբերյալ եւս ստուգումներ եղել են։ Ես ավելի մանրամասն ձեզ պատասխանեցի։ Ձեր բոլոր հարցադրումների հետ կապված այլ պետական վերահսկողական կազմակերպություններ ստուգումներ են իրականացրել։ Թե արդյոք ստուգումների մասին եմ ասում, որը ենթակա է առողջապահության նախարարության։ Ես ձեզ պատասխանեցի։ Շատ լավ չպատասխանեցի։ Լուսավորություն ու կաբանականում իրականությունների ֆոնդերի տեղյակ եք, արդյոք տնօրենների փոփոխությունը հենց այդ ֆոնդերի հետ է կապված։ Ես այս հարցի հետ կապված արդեն բրիֆինգին պատասխաններ տվել եմ, ավելացնելու ոչինչ չունեմ, կարծում եմ արդեն բոլոր մանրամասները թե առողջապահության նախարարության, թե պետական վերահսկողության ծառայության կողմից ներկայացվել են։ Եվ կապվածությունների կենտրոնի տնօրենն ասում է, որ նախարարության վերաբերյալ ղեկավարած կլինիկայի հանդեպ շատ վատ է եղել, սրան այս մեկնաբանության ինչպես կարծես։ Ես որևէ կլինիկայի նկատմամբ լավ կամ վատ վերաբերմունք չունեմ, ես իմ այստեղ նախարարի դերակատարումն է մեր բոլոր կլինիկաների զարգացումը եւ նրանց ուժեղացումը համակարգում իրենց պատշաճ տեղը գրավելն է։ Ես կարծում եմ, որ վերջին տարիներին կառավարությունը եւ առողջապահության նախարարությունը մեծապես նաեւ կախվածությունների կենտրոնի եւ ընդհանուր առմամբ թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակներում բավական ներդրումներ է իրականացրել եւ իր վերաբերմունքը ցույց է տվել։ Տիկին Ավանեսյան, ձեր խոսքի սկզբում դուք երբ անդրադարձաք հաղորդության բժիշկների դեմ բռնությանը, նշեցիք, որ զրոհականություն պետք է լինի ընդհանրապես բռնության վերաբերյալ, դուք արդյոք դատապարտում եք Նորքի քաղաքապետի գործելավոճը, ով ուղիղ երկրում պետք է ենթարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն եւ արդյոք տեղյակ եք։ Ցավոք սրտի տեղյակ չեմ հասցրել հետևել, բայց ես իմ խոսքի սկզբում էլ նշեցի, որ ցանկացած տեսակի բռնության ես իհարկե դատապարտում եմ, անկախ նրանից ինչ իրավիճակում է դա իրականացվել։ Ցանկացած հարց պետք է լուծվի խոսելու կամ իրավական դաշտում։ Սա է իմ մոտեցումը։